Պատկերներ, հնչյուններ, շարժումներ ու միմիկաներ, տարերի յուրօրինակ մի համադրություն ապրելու, սիրելու, նորովի առաջնորդվելու համար։ Այսպես է մեկնաբանում Արուսյակ Բալդырյանը սեպտեմբերի 13-ին Սիրահարների այգում կայանալիք հայ-վրացական նկարչական սիմպոզիումը, որը կազմակերպվում է Getting Involved 2011 ծրագրի շրջանակներում գերմանական Theodor Hoss Kolleg ընկերության, Robert Bosch հիմնադրամի եւ Եվրասիա համագործակցությունների հիմնադրամի նախաձեռնությամբ։ Getting Involved ծրագիրը արդեն մի քանի տարի անցկացվում է Theodor Hoss Kolleg ընկերության կողմից, որի նպատակը աշխարհի տարբեր երկրների երիտասարդների միջև համագործակցության եզրերի վերագտնումն է։ Նույն ծրագիրը 2011 թվականին անցկացվել է Վրաստանում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդները, այդ թվում նաեւ Արուսյակ Բալդырյանը։ Ծրագրի շրջանակներում նա դրամաշնորհ է ստացել եւ այդ գումարով որոշել Երևանում կազմակերպել նման միջոցառում։ Նախաձեռնություն պատկանում էր ինձ, մտահղացումը իմ մոտ առաջացավ հենց ծրագրին մասնակցելու ընթացքում։ Ծրագիրը իրանից ներկայացնում է հետևյալը. հայ-վրացական նկարչական սիմպոզիում է բացօթյա, որի ընթացքում նկարիչները պետք է ստեղծագործեն 1.5-2 ժամվա ընթացքում, բայց ստեղծագործել են ոչ թե ազատ թեմաներով, այլ նկարելու են ոգեշնչվելով առջևում ելույթ ունեցող դերասանների, երաժիշտների կատարումներից։ Մշակված է բեմականացում, որի հիման վրա էլ պետք է նկարեն։ Միտքը ընդհանրապես իմ մոտ եկավ այն ժամանակ, երբ ես նայում էի մեր մանկության տանգոն ֆիլմը, պարահանդեսի տեսարան կա չէ։ Այդ պահին իմ մտքին եկավ, որ կարելի էր sense մի հատ պարահանդես ստեղծել, իհարկե մեզ մոտ ավելի բեմականացում է, պարահանդես չէ, ըստ որի, ասենք, կարելի է նայել ու հիանալ ու ստեղծագործել այդ ամեն ինչով։ Իհարկե պետք է ամեն ինչ շատ բարձր պրոֆեսիոնալիզմով անել։ Ընտրել ենք մի բան, որ կարող է շարունակական բնույթ ունենալ ու իրան ինչքան զարգացնենք, էլի զարգացնելու տեղ ունենալու։ Շատ մեծ պորտալ ինքը, որպեսզի եւ հայ եւ վրացի երիտասարդները փորձեն իրենց ջիղը, իրենց ավանդը ներդնել, որպեսզի շարունակեն այս ամեն ինչը։ Սիմպոզիումին պետք է մասնակցեն 19-ից 27 տարեկան արդեն որոշակի հաջողությունների հասած 8 վրացի եւ 10 հայ երիտասարդ նկարիչներ։ Հայ մասնակիցները Գեղարվեստի ակադեմիայի շնորհալի ուսանողներն են, իսկ վրացական կողմի մասնակցությունն ապահովել է Նինո Խիտարիշվիլին, ով նույնպես Getting Involved 2011 ծրագրի մասնակիցն է եղել։ Արուսյակ Բալդырյանը նշում է, որ ներկայումս նկարչությունը Վրաստանում զարգացման շատ լավ փուլում է, ինչ վերաբերում է մեր կերպարվեստին, ապա այստեղ մենք ցուցադրելու բան միշտ էլ ունեցել ենք եւ այս երկու կողմերի հանդիպումից կարող է մի շատ հետաքրքիր բան ծնվել։ Արուսյակը նաև շնորհակալություն է հայտնում հայ արվեստագետների այն խմբին, ովքեր իրենց համաձայնությունն են տվել մասնակցելու միջոցառման բեմականացման հատվածին, քանի որ ամբողջ միջոցառումը կազմակերպվում է միայն եւ միայն կամավորական եւ հասարակական հիմունքների վրա։ Եվ շատ հաճելի է, որ կան դեռ մարդիկ, ովքեր կարող են հանուն որոշակի գաղափարների այսպես համախմբվել։ Օրինակ ունենք Լարային կվարտետ, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում են սովորում, ունենք սաքսոֆոնիստ Ավո Ղազարյան, որը արդեն ավարտել է, ունենք գիտարիստներ, մեկը իմիջայլոց դեռ դպրոցական է, բայց արդեն ռոք խմբում մենակատար է, ունենք նաև պարային ստուդիա, որոնք եկել են եւ էլի մասնակցում են Theatre of Motion and Dance, պարի եւ շարժման թատրոն։ Ժակլին Սարխոսյանը մեզ համար շատ մեծ պատիվ էր իրեն նույնպես ունենալ մեզ ելույթ ունեցողների թվում, նա էլ բալետի մենակատարուհի է, նույնպես մասնակցում է, այդպես։ Արվեստն ու մշակույթն այն ուժն են, որով մեր ժողովուրդը դարեր շարունակ ոգեշնչվել ու պայքարել է տարբեր արհավիրքների դեմ, ասում է Արուսյակը։ Ցավոք վերջին տարիներին արվեստը մարդկանց պատշաճ մակարդակով չի մատուցվում, իսկ կապը խզել կամ թուլացնել չի կարելի։ Պետք է արվեստը դուրս բերել փողոց, որպեսզի այն հասանելի լինի բոլորին, ասում է Արուսյակը։ Կարիք եմ զգում տեսնել Երևանում մշակույթ, որովհետև երբ աշխատանքից գալիս ես, հեռուստացույցով չես կարողանում տեսնել այն, ինչ որ կուզեիր տեսնել, փողոցում չկա այդ արվեստը։ Անկեղծ ասած, երբ որ Վրաստանում մասնակցում ենք այդ մրցույթին, մասնակիցների մեջ շատ էին արվեստով զբաղվող երիտասարդները, պարողներ, երգողներ, ու այդ ժամանակ արդեն փորձում ես մի բան անել, մի ինչ որ նախաձեռնություն անել, որ դու նույնպես քո քաղաքում ներմուծես այդ մասան, այդ աուրան, որպեսզի մարդիկ տեսնեն, զգան, ճանաչեն արվեստը։ Մեր փորձերը օրինակ մենք տարբեր տեղերում ենք կազմակերպել, դպրոցում, փողոցում, ու արդեն փորձերի ժամանակ զգացվում է ինչքան մարդիկ կարիք ունեն այդ արվեստի մշակույթի, թեկուզ կենդանի երաժշտություն, հասարակ ջութակի ձայնին իրանք շատ կարոտ են։ Ակնկալիք կա, որ երիտասարդները տեսնելով, մասը լինելով այս միջոցառմամբ, իրենք էլ կփորձեն հետագայում ինչ որ նախաձեռնություններ անձամբ անել։
հայ-վրացական սիմպոզիումը կմեկնարկի վաղը Սիրահարների այգում, սկիզբը ժամը 18:30-ին, մուտքն ազատ է։ Գոհար Ադամյան, Ռադիո Արտ։